Ներկելը, տապակած կանանչին, չգիտեմ, փլավը, այս ամենը ավանդույթներ են, որը հեթանոսական են, էլի։ Որքան աղոթքներ ավանդական եկեղեցու մեջ քահանաների միջոցով որ արվում է, չեն պատասխանվում, որովհետև այլ եկեղեցիներին, իմ ու քո նման ավետարանական եւ մյուս եկեղեցիներին ինչ ասես ասում են, սերմանելով ատելությունն ու չարությունը եւ ասում են Տեր, լսիր եւ օրհնիր մեր երկիրը։ Եվ դու ժողովուրդ, քո առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում, եւ Աստծո կողմից էլ չպատվիրվեց, եւ Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի հափշտակիր, որովհետև նա է քահանաների քննիչն ու դատավորը, ով դատաստանի օրը մի մազը որպես լեռ է քաշելու մեր եղունգներից։ Քեզ հրամայվեց քահանաներին լսել եւ նրանց խոսքերին ու քարոզությանը հնազանդ լինել, ոչ թե նայել նրանց գործերին կամ մտահոգվել ու նրանց քննել, եւ վայ նրան, ով Աստծո եկեղեցուն զրկում է, որովհետև զրկում է Աստծուն եւ իր ննջեցյալների հոգիներին, քանի որ եկեղեցին հոգևոր մայր ու ծնող է, իսկ Սուրբ Ավազանը արգանդ, որով Աստծո որդիներ դարձանք եւ ազատվեցինք սատանայի ծառայությունից։ Դրա համար մենք պետք է առավել սիրենք եկեղեցին, որը մեր հոգևոր մայրն է, քան մեր մարմնավոր մորը, որովհետև քահանայի միջոցով, եկեղեցով եւ խաչով են սահմանված մեր բոլորի մահն ու կյանքը, մկրտությունն ու պսակը, թաղումը, Աստծո սքանչելագործությունների ու մարդեղության բոլոր տոնակատարությունները։ Եվ այս բաների պատճառով մի դատեք Աստծո քահանային, այլ թողեք Աստծուն, որովհետև առանց քահանայի չեք կարող քրիստոնյա լինել եւ չի իրականանում ձեր քրիստոնեությունը։